երկրած չաչարակների համար Տեր Հիսուս շնորհակալ ենք և գոհանում ենք, օրհնում և փառավորում ենք, մեծանում ենք Քեզ, արժան ես Տեր, արժան ես առնու ողջ փառքը, արժան ես Տեր առնու ողջ պատիվը, մեծանալքը, գովեստը, մենք օրհնում ենք Քո սուրբ անունը Տեր, փառք Քեզ, Դու արժան ես, ամենամեծ փառքը, պատիվը, մեծանալքը, գովեստը, պաշտամունքը, կերպարությունը, միայն Քեզ, թագավորների թագավոր, Տերերի Տեր, արքաների արքա, փառք Քեզ, մենք շնորհակալ ենք Քեզանից, այսօրվա համար, Քո մեծ սիրո համար, Քո ողորմությունների համար, Քո փառավոր ներկայության համար, խոհանում ենք, օրհնում ես, երկինքդ բաց, երեսդ փայլեցրա Տեր, թող ծրվի ամեն խավար, թող խփանվի ամեն սատանայի խորհուրդ և խավարի ծրագիր այսօր, մեր ծառայությունների հետ կապված, թող ամեն երաշտ հեռանա, թող երկինքը իր օրհնության անձրևները թափի մեր ցանած բոլոր սերների վրա, գոհանում ենք և շնորհակալ ենք Հայրս, փառավորում ենք Քեզ Հիսուս Տերս, շնորհակալ ենք օրհնյալություն Սուրբ Հոգի, հալելույա, այն միասին փառավորենք մեր ծափահարությունները Շաբթի ժամը 6:30 ամեն չորեքշաբթի 6:30 ամեն կիրակի 2:30 աղոթում ենք բոլոր հիվանդների համար, ովքեր որ հնարավորություն չունեն այստեղ ներկայանալ, ովքեր որ պառկած են իրենց հիվանդասենյակներում, հիվանդանոցներում, տանը, երեխաներ, ովքեր որ հիվանդ են, թե բուժվող, թե անբուժելի բոլոր հիվանդների համար։ Եվ վստահ եմ, որ Աստծո ողորմությունը երբեք ու երբեք չի թողնի նրանց, ովքեր որ հավատքով կբարձրացնեն իրենց աղոթքը։ Եվ մենք այստեղ Տիրոջ մարմին լինելով, Տիրոջ եկեղեցին միաբանվում ենք Հիսուսի անունով, միասին, որովհետև մարմինը մեկ անդամ չի, այլ շատ անդամներ։ Իսկ Տեր Հիսուսը իր մարմինի մեջ դրեց իր հոգին, որի մեջ են գործում պարգևները, հրաշքների, զորությունների, բժշկությունների, և թող մեր հավատքը լցվի Տիրոջ ներկայությամբ։ Ես ուզում եմ այս հետևյալ պատմությունը Ավետարանից կարդալ և մի փոքր խոսել այս պատմության վերաբերյալ, որ տեղի ունեցավ Երուսաղեմում 2025 տարի առաջ։ Տեր Հիսուս Քրիստոսը շրջում էր Երուսաղեմի փողոցներով։ Հիսուսը, ինչպես բոլորը, ապրում էր հասարակ կյանքով, Հիսուսը չէր ապրում հատուկ վայրերում։ Հիսուսի ներկայությունը ամենուրեք էր, նա թաքնված չէր։ Նա իր կյանքի վերջի 3 տարվա ընթացքում ցույց տվեց, որ համայն մարդկության փրկությունը ինքն է և իր մեջ է, հրաշքներով և նշաններով։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը այցելեց մի վայր, որտեղ որ մարդիկ կային լքված, մերժված, հուսահատված, որտեղ որ չէին այցելում հասարակ մարդիկ, այդտեղ պառկած էին բազմաթիվ հիվանդներ, տարիներով էին պառկած։ Դա կոչվում էր, այդ վայրը կոչվում էր Բեթեսդայի ավազան։ Դա Երուսաղեմում էր, ոչխարած դռան մոտ։ Այդտեղ էին բերում հովիվները իրենց ոչխարներին և այդ ոչխարներին այդտեղ ջուր էին խմեցնում, լվացնում էին իրենց ոչխարներին, լողացնում էին և այդ ավազանը չէր փայլում իր մաքրությամբ, այլ այդ ավազանի մեջ ժամանակ առ ժամանակ տեղի էր ունենում մի գերբնական դրսևորում, Տիրոջ հրեշտակը իջնում էր և խառնում էր այդ ջրերը։ Եվ ովքեր որ առաջինը գցեին իրենց այդ ավազանի մեջ, կնետվեին այդ ավազանի մեջ, բժշկվում էին։ Չորացածներ, կաղեր, կույրեր, շատ հիվանդներ կային։ Ոմանք էլ չունեին ոչ մեկին իրենց կողքը, ուղղակի պառկած էին,
Հուսալով, որ առաջինը հնարավոր է իրանք կնետվեն այդ ավազանի մեջ։ Եվ պատկերացնում եք, դա տեղի էր ունենում ժամանակ առ ժամանակ, չես կարող ասել ինչքան ժամանակ մեկ, բայց մարդիկ տեսնում էին Աստծո հրեշտակը, որ իջնում էր եւ այդ ջրերը խառնվում էին։ Եվ միայն մի հոգի կարող էր այդ հրեշտակից թողած զորությունը որպես բժշկություն վերցնեին իրենց մարմնի համար։ Եվ ընդհանրապես մի հոգի սահմանափակ, մի հոգի կարող էր ուժվել։ Հնարավոր էր ոմանց հերթը մինչև հասներ նրանք մահանում էին, կյանքից հեռանում էին։ Եվ այդպես էլ բախտ չէր վիճակվում գերբնական աստվածային ձրի բժշկությունը վերցնել։ Աստված բժշկում է։ Եվ Աստված տարբեր ճանապարհներով էր բժշկում մարդկանց մինչև Քրիստոսը։ Բայց Հիսուս Քրիստոսը քանդեց այդ սահմանափակության պատները։ Այլևս ոչ թե մի հոգու, այլ բոլոր նրանց, ովքեր որ կհավատան, հասանելի է աստվածային բժշկությունը, գերբնական բժշկարար զորությունը, հասանելի է։ Այսինքն մեր աղոթքը ոչ թե մի հոգու համար է, այլ միլիոնավոր հոգիների կարող է հասնել այս աղոթքի զորությունը, որովհետև Հիսուս Քրիստոս խաչի վրա իր կյանքը տվեց համայն մարդկության մեղքերի համար։ Եվ ովքեր որ իրենց մեղքերը խոստովանել եւ ընդունել իրենց սրտի մեջ Հիսուսին Տեր ու Փրկիչ, երկնքում Աստծո ողորմությունը շարժվում է այդ անձանց համար։ Քանդվում այն պատնեշը, որ խանգարում էր մարդ եւ Աստված հարաբերության մեջ։ Այն պատնեշը, որ խանգարում էր մեր աղոթքները, որ լսելի լինեին եւ հոր կողմից պատասխան ստանան։ Այդ արգելքները քանդվում են, այդ արգելքը մեղքի արգելքն է։ Եվ ես ուզում եմ մինչև բժշկության աղոթքը, որ կբարձրացնենք, նախ եւ առաջ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելու աղոթք անենք։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր որ մահու եթերով ես նայում են հիվանդանոցներից, իրանց հիվանդասենյակներից, որտեղ որ դու գտնվում ես։ Այս պատմությունը ավարտվեց նրանով, որ Հիսուսը մոտիկացավ մի հիվանդի, որ մոտ 32 տարի պառկած էր իր հիվանդության մահճի մեջ։ Եվ Հիսուսը նրան պառկած տեսավ։ Եվ իմացավ, որ արդեն երկար ժամանակ է նա այնտեղ։ Եվ նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիսուսը մոտիկացավ եւ այդ հիվանդին ասեց. «Ուզում ես բժշկվես»։ Հիվանդը պատասխանեց նրան, ասեց. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջրերը շարժվում են, ինձ ավազանի մեջ գցի։ Եվ մինչև որ ես գալիս եմ, ուրիշ ինձանից առաջ իջնում է մեջը»։ Երբեք այդ մարդը չէր պատկերացնում, որ Հիսուսը կարող է մոտիկանա իրան։ Երբեք այդ մարդու մտքով չի անցնում, որ նա իր հետ որ խոսում է, դա երկին առաջ Աստծո զավակն է։ Երբեք մտքով չի անցնի այդ հիվանդի, որ իր հետ խոսում է նա, որ բժշկում է ամեն հիվանդություն, վերցնում է ամեն ցավ, ջախջախում ու քանդում է սատանայի ամեն կապանք։ Երբեք մտքով չի անցնի։ Գիտես, հիվանդությունը մի բան է, որ խուսափելի է բոլորիս համար։ Բայց նաև խուսափելի է Տիրոջ ողորմությունը եւ բժշկությունը նրանց համար, ովքեր խոնարհվում են Հիսուսի առաջ։ Նրանք ովքեր գնում են Հիսուսի հետևից։ Ովքեր չեն գնում Հիսուսի հետևից, ոչ մի բան հասանելի չի։ Բայց ովքեր գնում են Հիսուսի հետևից, Հիսուսին չեն փոխում կյանքի որևիցե մի, չգիտեմ, երջանիկ իրավիճակներով, այլ միշտ հաստատ են Հիսուսի հետևից Աստծո ողորմությունը նրանց հետ։ Բայց ժամանակ Տիրոջ հետ գնացողներ միշտ փորձություններ ասպասվելու, միշտ դրոսեր ասպասվելու, միշտ սատանան իր հարվածներն հասցնելու, անդորերը ոչ թե դարանը բոլոր նրանց համար, ովքեր որ Տիրոջը մարդների արանքով են պաշտում։ Չգիտեմ, իմիջայլոց, բայց նրանց ովքեր որ սրտանց են Տիրոջը հավատում, Աստծո ողորմությունները քեզ համար հասանելի են, անխուսափելի է Աստծո ողորմությունը քո կյանքի համար, որտեղ չկա աշխարհում մի բան, որ արժան լինի կամ, չգիտեմ, այդպես, չգիտեմ, ավելի արժեքավոր լինի, որ փոխարինես Հիսուսի հետ։ Եվ այս ազնվորությունը Հիսուսին մի բան ասեց, մեկը չունեմ։ Հնարավոր է այսօր դու էլ որ նայում ես մեզ ուղի եթերով, մեկը չունես, կամ դժվարություն կա, կամ հուսահատություն կա, կամ հիվանդությունը տանջելի է, բայց մեկը կա։ Եթե հավատում ես այդ մեկը Հիսուս Քրիստոսն է, քեզ համար։
Գիտեք, մարդիկ այսպիսի դապարտությունի մատումներ են դնում Տիրոջ առաջ։ Եթե ինձ բժշկես քո հետևից կգամ, մի արի, ում ես վատություն անում, բացի քեզանից։ Մարդիկ կան, որ Տիրոջ թողել հեռացել են, ես կյանքում փորձություններ եղել։ Ասում են, այդքանից հետո ինքը Հիսուսին հավատում, ինչ մեծ ողորմություն Աստծո համար։ Այդքանից հետո մի հավատող քեզ բռել։ Ում ես վնաս տալու։ Հիսուսն է մեզ պետք սիրներ։ Մենք թվում ենք ինձ ինչ ենք իսում ուղենք, որ այնպես կարիքը երկնքում անց մեզ կա։ Բայց Աստված սեր է։ Աստված իր սերը հայտնեց իր որդու Հիսուս Քրիստոսին մեզ տալով։ Ամեն։ Եվ քո բոլոր լույսիմատները քո գլխին է գալու։ Դու ես դրանց դառը պատուղները քաղելու։ Ճշմարտությունը սա է, ճշմարտությունը քաղցր բան չի, որ դրեն գլխի բարձի տակ, գլխի տակ։ Ճշմարտությունը նա է, որ եթե գնաս Հիսուսի հետևից, Հիսուսը քո Տերն է, մինչև քո կյանքիդ վերջը։ Եթե թողեցիր, նա ոչ մի կերպով չի կարող, որևիցե մի կերպով քեզ օգնել։ Դրա համար Աստված մեզ համար տվեց ամենալավագույնը, ամեն։ Մենք պիտի պատրաստ լինենք բացելու մեր սիրտը Տիրոջ առաջ։ Փառք Տիրոջը։ Ասում մեկը չունեմ, որ այդ ջրի մեջ իսկ սիրում, պատկերացնում եք այդ ջրի մեջ ինչքան մարդ էր մտնում։ Բայց բժշկվել մեկը, որ առաջինը կմտներ այդ ջուրը։ Ինչքան դժվարություն էր ստեղծվում, այդ մարդիկ թրջվում էին, կեղտոտվում էին, հետո դուրս էին գալիս։ Ու իրանց համար այդ բժշկությունը այդպես էլ իրականություն չէր դառնում։ Այսօր շատ մարդիկ կան, որ փողերը վատնում են, չգիտեմ, տարբեր, չգիտեմ, բժշկական միջոցներ, մեթոդներ կիրառում են, բայց այդպես էլ չեն դառնում, դա էլ անում, հիմա որ բժշկում են, մենք դեմ չենք ավանդական բժշկել, բայց կան մարդիկ, որ չեն բժշկում, բայց կա մեկը, որ քո կյանքում այդ սահմանափակությունը հեռացնում է, այլևս քո համար այս խոսքերը պետք չի որ ասես, կբուժվեմ, ոչ, բուժվելու ես Հիսուսի անով։ Եվ ես խնդրում եմ հիմա, եթե մեզ ուղի եթերով նայում ես, բաց քո շուրթերը և ինձ հետ միասին գրկնիր այս խոսքերը։ Հիսուս, ասա Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես Տեր և Փրկիչ։ Շնորհակալ եմ, որ ինձ համար քո կյանքն ես տվել, խաչի վրա քո արյունն ես թափել, շնորհակալ եմ, որ չարչարվել ես, շնորհակալ եմ, Տեր, որ իմ մեղքերի ու հանցանքների համար վճարել ես թանկին քո արյան վերջի կաթին։ Ներիր ինձ իմ բոլոր մեղքերս ու սխալներս և քո արյունով մաքրիր ինձ։ Ես շնորհակալ եմ, որ այդ ներումն այսօր ինձ համար իրականություն դարձավ։ Եվ ես շնորհակալ եմ, որ ներեցիր ինձ ասա։ Ես շնորհակալ եմ, որ դու այսօրվանից իմ Տերն ես, իմ Փրկիչն ես, իմ Հիսուսն ես։ Ես փառավորում եմ քեզ, ասա ես փառավորում եմ քեզ Հայր, որ տվել ես քո որդուն Հիսուսին իմ մեղքերի համար, եւ որ քո որդու Հիսուսի անունով մաքրել ես իմ մեղքերս, ասա շնորհակալ եմ։ Ներիր եւ մաքրիր ինձ։ Եվ ընդունիր ինձ քո ընտանիքի մեջ, քո զավակների մեկի պես։ Ասա քո հանում եմ և փառք եմ տալիս քեզ։ Օրհնյալ փառավոր Աստված։ Ամեն։ Հիմա եթե ընդունեցի Հիսուսին Տեր ու Փրկիչ, բժշկությունը քեզ համար հասանելի կլինի։ Եվ ես բարձրացնում եմ ձեռքերս ամեն հիվանդությունների, ամեն ցավերի, ամեն տառապանքների, ամեն վերքերի ու ռուսքների, ամեն անբուժելի հիվանդությունների վրա այստեղ կանգնած։ Բոլոր նրանց հետ ովքեր որ միացել են այս աղոթքին, ովքեր որ համաձայնվել են այս աղոթքի մեջ, որտեղ գրված է 2-3 հոգի, եթե միաբանվեն և համաձայնվեն, ինչ բան որ խնդրեն, պիտի լինի։ Եվ մենք Հիսուսի անունով խնդրում ենք քո բժշկությունը, հիմա որ նայում ես մեզ, և ես բացասնում եմ ձեռքերս, ամեն հիվանդությունները և ամեն տեսակի, դիվային խավարի ոգիները, որ կանգնած են այդ հիվանդության հետևում,
հալածում եմ, կապում եմ եւ վերջական կապված երկրի երկու։ Ես աղոթում եմ, որ Հայրս քո մեծ ողորմությամբ այցելես բոլոր այն հիվանդներին, որոնք պարտված են հիվանդասենյակներում, հիվանդանոցներում, տանը, բոլոր այն երեխաների համար, ովքեր որ հիվանդ են Տեր, ովքեր որ գիծն են, հիվանդություններ ունեն Տեր։ Բժշկիր, քո բժշկար զորությունը Տեր, թող հասնի նրանց, քո ձեռքը չի կարճացել, եւ ես Հիսուսի վերքերով խոսում եմ բժշկություն եւ ազատագրություն բոլոր այն հիվանդների վրա, ովքեր որ նայում են իմ այդ։ Եվ մենք այստեղ ենք եւ ասում ենք ամեն։ Եվ դու ասա քո շուրթերով, ես բժշկված եմ Հիսուսի վերքերով, ես ազատագրված եմ Տիրոջ զորությամբ։ Ամեն կապանք, ամեն օրեց քանդում ենք Հիսուսի անունով քո կյանքում եւ քո բժշկարար զորությունը թող շարժվի Տեր։ Հալելույա։ Մաքրիր Տեր։ Հալելույա, փառք ես, օրհնել ես, փառավոր ես, հզոր ես, մեծ ես Տեր։ Շարունակիր մեզ հետ աղոթել, շարունակիր։
եթերով ես օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով, թող ձեր հավատքը ձեր կյանքում Աստծո սորությունը բերի եւ դուք բժշկված եք, ես հավատում եմ։ Եվ ես հրավիրում եմ ձեզ, որպես բժշկված արդեն Տիրոջ կողմից ազատագրված հունվարի 4-ին տարվա առաջի կիրակին մեր այս դահլիճում տեղի կունենա Սուրբ Ծննդյան տոնական միջոցառում։ Արի քո ընտանիքով, արի այստեղ եւ կզգաս ավելի Տիրոջ սորությունը, որտեղ այստեղ շատ զորավոր է նրա ներկայությունը, որտեղ Հիսուսն ասել է, որտեղ որ 2-3 հոգի մանավանդ ես այնտեղ եմ, որտեղ որ, կարևոր չի որտեղ։ Մենք վաղաշ-վաղաշան 12 հասցեում Երևանում Արաբքիր համայնք այստեղ հունվարի 4-ին ժամը 14:30 միասին տոնելու ենք Սուրբ Ծնունդը առաջի կիրակին, որ 7-րդ օրն է եւ Տերն ասում է 6 օր աշխատես եւ 7-րդ օրն հանգստանաս, հրավիրում ենք քեզ այստեղ։ Եվ հունվարի 5-ին, 6-ին, 7-ին ժամը 18:30 երեկոյան կրկին հրավիրում ենք այստեղ վաղաշ-վաղաշան 12 հասցեում միասին տոնելու Սուրբ Ծնունդը եւ նաեւ ծանոթ հանալու միմյանց հետ եւ Տիրոջ փառքն ու զորությունը տեսնելու։ Տեր օրհնի, մնաք Աստծո խաղաղությամբ։ Փառք Տիրոջ, եկեք որս միասին ծափարենք Տիրոջը։